Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում գրքին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 6-ն է, եւ այս հաղորդման ընթացքում կխոսենք այն տեղեկություններից, որ հիմա ստանում ենք Գագիկ Ծառուկյանի բնակարանի եւ ընկերությունների շուրջ, որ այնտեղ լայնածավալ խուզարկություններ են ընթանում, այնց բացի կքննարկենք Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ, ուժեղ Հայաստանի հայտարարությունը մանդատների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստան դաշինքի հայտարարությունը շատ հետաքրքիր քննարկելու թեմաներ են, կարծում եմ, եւ այս հաղորդման ընթացքում մենք այդ հարցերին անպայման կանդրադառնանք, բայց նաև կարևոր է աշխարհում տեղի ունեցողը, հատկապես Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողը։ Անպայման սիրելի հայրենակիցներ, լայքեք, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ մենք սկսում ենք։ Եվ կուզենայի սկսել նրանից, որ երեք մի հետաքրքիր մեկնաբանություն տեսա մեր ալիքի տակ, հետաքրքիր է այն առումով, որ ես ցավոք նկատում եմ մի տենդենց տարբեր մարդկանց մոտ, եւ դա գալիս է որոշ լրատվամիջոցներից, երբեմն քաղաքական գործիչներից, կուսակցություններից, բլոգերներից, փորձագետներից եւ այդպես շարունակ, ովքեր որ ցանկանում են ինչ-որ բաներ ներկայացնել այնպես, ինչպես որ իրենք են տեսնում այդ ամենը, բայց դա իրականության հետ կապ չունի։ Օրինակի համար Փաշինյանի Եկատերինբուրգ մեկնելը ներկայացնում է, որ ահա տեսեք, Փաշինյանը ինչքան ռուսամետ է, մենք չէ որ ասում էինք, հիմա նա կգնա Ռուսաստան, կանի նոր զիջումներ, խափեց ժողովրդին, ժողովուրդը ընտրեց իրեն եւ այդպես շարունակ։ Դա չափազանց պրիմիտիվ, շատ պրիմիտիվ մտածելակերպ է, սիրելի հայրենակիցներ, ես գիտեմ, որ մեր ալիքը հիմնականում դիպծում են շատ լուրջ մարդիկ, ովքեր որ պրիմիտիվ մտածելակերպ չունեն։ Հետևաբար, արիք ուղղակի ընդունենք մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես պետք է մի օր մեկներ Ռուսաստանի Դաշնություն, եւ դա լավ է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները այն աստիճան չեն խզվել, որ Հայաստանի վարչապետը չի կարող օրինակի համար մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա շատերը կարող են ասել, բայց ինչու առաջին այցը հենց Ռուսաստան։ Արիք դրան էլ շատ մեծ նշանակություն չտանք, այլ տանք նշանակություն այնտեղից հնչող, այնտեղից արվող հայտարարություններին եւ այնտեղ արվող քննարկումներին։ Արիք հենվենք կոնկրետ հայտարարությունների վրա եւ ոչ թե այցի եւ միայն այդ այցով անենք ինչ-որ լուրջ եզրահանգումներ։ Մեկ բան փաստ է, ես չեմ տեսնում Հայաստանի այսօրվա իշխանության մեջ ռուսամետություն ու այն հայտարարությունները, որոնք որ մենք ստանում ենք Եվրոպայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հայաստանի մասով, այդ ամենի մասին են հստակ վկայում։ Ես տեսնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը լրիվ բավարարված են այն հարաբերություններով, որոնք որ հաստատել են հիմա Հայաստանի Հանրապետության հետ։ Լրիվ բավարարված են, գոհ են եւ Հայաստանի Հանրապետությունը կարծում եմ նույնպես։ Հիմա տարբեր բլոգերներ, քաղաքական գործիչներ, տարբեր լրատվամիջոցներ ինչ են խափում, ինչ նպատակներով են դա անում, լրիվ ուրիշ հարց է։ Միգուցե ոմանց փող են տալիս, որպեսզի այդպես խոսեն, կամ դրանցից մի մասը կոնկրետ քաղաքական շահեր ունի, կամ այդ ձևի մտածելակերպ ունեն ոմանք, դա էլ կա, եւ այնինչ թվում է իրենց, սկսում են մատուցել հանրությանը։ Բայց իրականությունը միանշանակ այն է, ինչի մասին մենք խոսում ենք, սիրելի հայրենակիցներ։ Հենվենք միայն առողջ հայտարարությունների վրա։ Եթե ինչ-որ միտեղ Աստված ոչ արարծե ժիջումներ նկատենք, մենք միանշանակ այդ մասին խոսելու ենք։ Կարծում եմ դուք էլ վստահ եք, որ մենք միանշանակ այդ մասին խոսելու ենք։ Դրա համար հիմա սպասենք Փաշինյանի հանդիպումներին Եկատերինբուրգում Միշուստինի հետ եւ հետո արդեն նոր անենք հետեւություններ։ Բայցերը մեր եթերում շատ համեղ են, ինչպես նկատել եք, եւ բայցը կայանում է նրանում, որ հենց հիմա Գագիկ Ծառուկյանի տանը այդպես տեղեկություններ կա, որ խուզարկություններ են ընթանում, լայնամասշտաբ խուզարկություններ։ Հետո ինչպես արդեն տեղեկացրեց Իվետ Ատոնոյանը, ով ներկայացնում է Գագիկ Ծառուկյանին, այս պահին լայնածավալ խուզարկություններ են Multigroup կոնցեռնի կազմում գտնվող գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Կարծում եմ այդ հայտարարությամբ արդեն իսկ ամեն ինչ պարզ է եւ պաշտոնական հաղորդագրությունից
ընդամենը մեկ նախադասություն ունենք այս պահի դրությամբ, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարորդային գործողություններ։ Հիմա մեկ կարևոր պահի վրա ուշադրություն դարձրեք։ Հատկապես թող դարձնեն ուշադրություն այն մարդիկ, ովքեր որ Փաշինյանին անվանում են ռուսամետ, ռուսներին ծախված, հարստության մասը, հիբրիդային պատերազմի մասը, չի բացառում, որ նաև Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի մաս, մնացածի մասով կարող է փող են ստանում տարբեր երկրներից, անպայման չէ նաև Ռուսաստանից։ Եվ դրա համար այդպես են ներկայացնում։ Սակայն փաստը այն է, որ ընդամենը օրեր առաջ Դիմիտրի Մեդվեդևը խոսել էր կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասին։ Կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասին, ասելով, որ Գագիկ Ծառուկյանին որպես ընդդիմադիր քաղաքական գործի Հայաստանի իշխանությունները հալածում են։ Եվ հիմա Ռուսաստան մեկնելուց առաջ, Եկատերինբուրգ մեկնելուց առաջ լայնածավալ խոզարկություններ են ընթանում Multigroup կոնցեռնի կազմում գտնվող բոլոր ընկերություններում եւ այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում եւ ինչպես արդեն նաեւ նշեցի, առաջին հաղորդագրության մեջ, որը որ դերևս չի հաստատվել, բայց կարծում եմ կամ կհաստատվի կամ կհերկվի նաեւ Գագիկ Ծառուկյանի տանը։ Շատ հետաքրքիր համընկնում է, չէ՞։ Եվ ահա հենց նոր ստացանք նաեւ տեղեկություն ՀՀԿ-ի խոսնակ Իվետա Տոնոյանի կողմից այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի տանը նույնպես խոզարկություն է ընթանում, այսինքն հաստատվեց տեղեկությունը այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի տանը խոզարկություն է։ Եվ ահա այս ֆոնին, ինչպես արդեն նշեցի, Փաշինյանը մեկնում է Եկատերինբուրգ։ Հաջորդ կարևոր հարցը այն է, որ երեք արդեն հայտարարություններով սկսեցին հանդես գալ Նարեկ Կարապետյանը, այսօր արդեն Հայաստան դաշինքը, եւ դա սահմանադրական դատարանի որոշումից հետո հաստատի իրենք պատրաստում էին ժողովրդին նրան, որ իրենք պետք է վերցնեն մանդատները եւ երեք Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենք եկել են այն եզրակացությանը, որ ճիշտ է իրենց ուժի կողմից մանդատները վերցնելն է եւ ներկայացված լինելն է ազգային ժողովում։ Մեծ գումարներ ծախսելով միլիարդի հասնող գումարներ, բնականաբար իրենք արդեն գնել են այդ տեղերը եւ պետք է չէ այդ փողի դիմաց մասնակցեն։ Ես հասկանում եմ իրենց ճիշտն ասած, դա մի փոքր նույնիսկ կարող է թեթևացնի իրենց վիճակը։ Այսօր արդեն տեսանք Հայաստան դաշինքի հայտարարությունը, որ իրենք մանդատները վերցնելու են, քանի որ մանդատները տեսնում են որպես զենք, եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն, ինչպես իրենք են ասում, պետության եւ ընտրողների նկատմամբ։ Իրենց իսկ հայտարարության համաձայն Հայաստան դաշինքը խորհրդարան է գործ ուղղելու գաղափարական եւ անկոտրում քաղաքական թիմ։ Իսկ ասած չգիտեմ ընտրողների մասով որքանով անպատասխանատու քայլ կլիներ մանդատները չվերցնելը, բայց որ Ռուսաստանի նկատմամբ միանշանակ անպատասխանատու քայլ էր դա լինելու, դրանում կարծում եմ ոչ ոք կասկած չունի, դրա համար այդ որոշումը կայացնում են։ Բայց դա միանշանակ իրենց չի փրկելու, քանի որ Հայաստանի հասարակությունը շատ հստակ եւ պարզ ձևով քվեարկեց, նույնիսկ այդ միլիոնների ընտրակաշառքը Հայաստանում չկարողացավ մեծ հաշվով շատ բան փոխել։ Եվ սա նշանակում է նաև այն, որ իրենք հստակ հասկանում են, որ չունեն ռեսուրս փողոցային պայքարի դուրս գալու։ Չունեն ռեսուրս եւ դատապարտված են անհաջողության։ Նույնիսկ դատապարտված չեն անհաջողության։ Արդեն իսկ անհաջողության մեջ են, չեն էլ կարող սկսել, որպեսզի դուրս գան, ինչ որ իմաստ ունենա իրենց պայքարը։ Ահա ես այդպես եմ տեսնում, եթե դուք այլ կերպ եք տեսնում սիրելի հայրենակիցներ, դուք էլ կիսվեք ձեր կարծիքով, անպայման հետաքրքիր կլինի տեսնել ձեր կարծիքը, բայց ես համոզված եմ, որ այդ երկու ուժը միասին, եթե նույնիսկ ԲՀԿ-ն էլ իրենց գումարենք, ընդհանրապես մի քանի հազարից ավել, մեկ տասնյակ հազար մարդ էլ չեն կարողանա հավաքել եւ դուրս բերել փողոցներ։ Անցնենք մնացած հարցերի քննարկմանը, սիրելի հայրենակիցներ, երեք հետաքրքիր հայտարարություն ունեցանք Թուրքիայի տրանսպորտի նախարարի կողմից։ Նա անդրադարձել է Կարսից Նախիջևան կառուցվող երկաթգծին եւ ասում է, որ Կարսից մինչեւ Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը։ Շատ լավ է, որ հիշում են, որ Հայաստանի հետ եւս պետք է որ կապ լինի։
Եթե նկատել եք, վերջին շրջանում Թուրքիայից վերջերս մի փոքր ավելի adekvat են դարել հայտարարությունները։ Այսինքն գնալով հայտարարությունների որակը կարծես թե բարձրանում է դրական իմաստով, այդպիսին են հիմա տենդենսները, բայց տեսնենք ապագայում ինչպես կլինի։ Կարծում եմ, որ վատ չպետք է որ լինի։ Վաղը արդեն ՆԱՏՕ-ի մեծ հավաք է մեկնարկում Թուրքիայում, այնտեղ շատ հետաքրքիր կլինի լսել տարբեր հայտարարություններ։ Ռազմաքաղաքական դաշինք է, չէ՞, ՆԱՏՕ-ն։ Ռազմաքաղաքական։ Ես կարծում եմ, որ Հայաստանի մասով նույնպես կարող է խոսակցություն լինի, կարող է ոչ պաշտոնական ինչ որ հայտարարություններ արվեն եւ պաշտոնական հայտարարություններ միգուցե չլսենք, բայց միանշանակ է, որ Թուրքիային դաշնակիցները շատ լուրջ ձևով հորդորելու են, որպեսզի Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք միջազգային հարցերի քննարկման։ Տեսնում եք, չէ՞, ինչ շուտ ենք քննարկում հարցերը։ Երեկվա Պեսկովի հայտարարությունը շատ հետաքրքիր էր, որ SVO-ն ավարտվում է, եւ սա արդեն պատերազմ է, փաստացի Ռուսաստանում շատ բան փոխվում է քաղաքականության մեջ եւ շատերն են ասում, որ իրենք պատրաստվում են մեծ մոբիլիզացիա իրականացնել Ռուսաստանում եւ դրա համար Պեսկովը այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել, թե արդեն SVO չէ, այլ պատերազմ է, քանի որ ամբողջ աշխարհը օգնում է Կիևին։ Իրենք խոստովանում են, որ ամբողջ աշխարհը, հատկապես Եվրոպան, ասում է ցավոք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնում են Կիևին եւ սա արդեն պատերազմ է։ Բայց Ռուսաստանի գործերը ոչ միայն Ուկրաինայում լավ չեն, այլ նաեւ Աֆրիկայում բավականին բարդ իրավիճակ է։ Երեք մենք տեսանք կադրեր, թե ինչպես Աֆրիկայում, Մալիում տուարեգները կարողացան խոցել ռուսական ուղղաթիռը։ Մի քանի օր է բարդացել մի քանի օր է այնտեղ արդեն բարդացել է ռուսների վիճակը։ Ես անցած հաղորդման մեջ էլ խոսել էի, որ Մալի օդանավակայաններից մեկում ռուսները ընկել են շրջափակման մեջ եւ գերի են վերցվել տուարեգների կողմից եւ երեք տեսանք մենք արդեն կադրեր, թե ինչպես են խոցում ռուսական ուղղաթիռը։ Ուկրաինայի շուրջ կարող եմ ասել այն, որ գիշերը Ռուսաստանը կրկին շատ ցավոտ հարվածներ է հասցրել Կիևին, քանի ցավել բալիստիկ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, արդեն կան զոհեր, նախնական տվյալներով 9 զոհ կա, մոտ 50 վիրավոր, ամեն ժամ զոհերի թիվը աճում է, բայց Ուկրաինան էլ կարողացել է այսօրվա ընթացքում շատ ցավոտ հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Այսօր հարված է հասցվել Յարոսլավի նավթի կենտրոններին, Յարոսլավի նավթային կենտրոնին, եթե ավելի կորեկտ լինենք, նավթի վերամշակման գործարանին։ Հետաքրքիր այն է, որի պատասխան Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում ուղակի բենզալցակայաններին եւ հարվածներից մեկը հասցվել էր ադրբեջանական Սոկար ընկերությանը Օդեսայում։ Ադրբեջանցիները շատ էին նեղվել դրանից, կադրերով էին կիսվում, դե կարծում եմ դա ընդհանուր առմամբ շատ լավ է եւ առողջարար է ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար, ինչպես նաեւ մեր վրա միանշանակ վատ չի ազդի։ Սակայն կարևոր այստեղ իմաստն է, որ եթե Ուկրաինան հարվածներ է հասցնում նավթի վերամշակման գործարաններին, ապա ի պատասխան Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել ուղակի նավթարացակայաններին։ Դրանից բացի այսօր մի շարք օդանավակայաններում Ռուսաստանում խափանումներ էին, քանի որ անընդհատ դրոնային հարձակման վտանգ կար, նույնիսկ կա տեղեկություն, դերևս ճշտված չէ, որ Մոսկվայի ուղղությամբ եւս բազմաթիվ դրոններ է արձակել Ուկրաինան։ Ղրիմի մասով երեք ասել եմ, այսօր էլ իրավիճակը նույնն է։ Լայնածավալ լույսի անջատումներ են, գրեթե կաթվածահար է Ղրիմում էներգետիկ համակարգը։ Զելենսկին երեք կրկին նոր հայտարարությամբ է հանդես եկել Կոնստանտինովկայի մասով։ Նա ասում է, որ Կոնստանտինովկայի շուրջ մարտերը շարունակվում են, իսկ Պուտինը արդեն իսկ հայտարարում է, թե Կոնստանտինովկան գրավել է, բայց դա չի համապատասխանում իրականության։ Ինքը կրկին հրավիրել է Պուտինին Կոնստանտինովկա, բայց ասում է, որ ես համոզված եմ, որ ինքը չի համարձակվի, այդքան համարձակություն չունի, որպեսզի գա այնտեղ։ Եվ ելի մեկ կարևոր տեղեկություն Ուկրաինայի մասով ՆԱՏՕ-ի սամիտի գագաթնաժողովի ընթացքում
CNN տեղեկություններով հանդիպում է նախատեսված Դոնալդ Թրամփի եւ Զելենսկիի միջև։ Ընդհանուր առմամբ նշենք, որ շատ հետաքրքիր գագաթնաժողով է վաղը սպասվում Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, քանի որ հիմա շատ ավելի ակտիվ է խոսվում Ռուսաստանի հնարավոր հիբրիդային հարձակման մասին ՆԱՏՕ-ի երկրների վրա, շատ ակտիվ է այդ հարցը քննարկվում, նույնիսկ ռազմական ինչ-որ սցենարներ կարող է լինեն։ Դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև հիմա հորդորում է ավելի շատ ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը հասնելով այն 5%-ի։ Նաև տեղեկություն կա այն մասին, որ Միացյալ Նահանգները փոշմանել են եւ մտադիր չեն իրենց զորքերը դուրս բերել Եվրոպայից, եւ հիմա շատ արագ փոփոխություններ են ընթանում ռազմական իմաստով, հատկապես Բալթյան երկրներում եւ Լեհաստանում։ Քանի որ առաջին հարվածը Ռուսաստանը կարող է համարձակվել հասցնել այդ երկրներին։ Այդ ճիշտ ասած ես չեմ պատկերացնում, թե ինչպես է Ռուսաստանը հարվածներ հասցնելու Եվրոպային։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը խեղտամահ է լինում Ուկրաինայում եւ բնականաբար հիբրիդային ինչ-որ հարձակումների կարող է դիմել, բայց չեմ պատկերացնում, որ լայնածավալ ռազմական գործողությունների Ռուսաստանը այս պահին ունակ է դիմել։ Հիմնականում այսքան։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։